Գոյամարտ սերիալում իրադարձությունները հասել են այնպիսի կետի, որտեղ յուրաքանչյուր նոր դրվագ կարծես պայթյուն է լարված ցավոտ ու լի անակնկալներով։ Դավիթի վրա կրակոցը դարձավ այն սահմանը, որից հետո այլևս ոչինչ նույնը չի կարող մնալ։ Դավիթը հիվանդանոցում է, վիճակը ծանր, բայց շատ հավանական է, որ նա կփրկվի։ Նրա կերպարը սերիալի ամենակարևոր կայուն կետերից է, այն մարդն, ով միշտ ընտրել է բարությունը, աշխատանքը, ընտանիքը։ Նման կերպարի կորուստը ոչ միայն հուզական մեծ հարված կլինի, այլ նաև կխախտի սերիալի ներքին հավասարակշռությունը։ Հենց դրա համար էլ ավելի տրամաբանական է, որ նրա պայքարը կյանքի համար շարունակվի և այդ պայքարը դառնա սյուժեի նոր առանցք։ Բայց անգամ եթե Դավիթը փրկվի, այս դեպքը չի մոռացվելու, այն արդեն փոխել է բոլորին։ Լեոն այլևս չի կարող մնալ նույնը, նրա ներսում կուտակված ցավը վերածվելու է վճռականության։ Նա արդեն չի պայքարում միայն իր ապագայի համար, այլ նաև արդարության։ Նրա և Գրիշոյի միջև հակամարտությունը հիմա անցել է բոլոր սահմանները։ Մանանի համար սա ճակատագրական պահ է։ Նա այլևս չի կարող ապրել կիսատ ճշմարտություններով, նրա ներսում սկսվում է լուրջ պայքար՝ լռել, թե վերջապես խոսել։ Շատ հնարավոր է, որ հենց այս դեպքը դառնա այն կետը, որտեղ նա կհամարձակվի կանգնել ճշմարտության կողմը, անգամ եթե դա նշանակում է գնալ Գրիշոյի դեմ։ Գրիշոյի ճակատագիրը հիմա ամենամեծ ինտրիգներից է։ Նա արդեն մեկ անգամ խուսափել է պատժից, բայց այս անգամ իրավիճակը շատ ավելի լուրջ է։ Կրակոցն այլևս հնարավոր չէ պարզապես ծածկել։ Սա այն պահն է, որտեղ սերիալը պետք է որոշի արդյոք արդարությունը կհաղթի, թե կրկին կաշխատի ազդեցությունը, կապերը և ուժը։ Եվ հենց այստեղ է, որ ամենահետաքրքիր զարգացումներից մեկն է սկսվում։ Հունանի հայտնվելը Դավիթի ընտանիքի տանը շատ խոսուն է։ Դա պատահական այց չէ, սա քայլ է, որը կարող է ունենալ մի քանի իմաստ։ Ամենահավանական տարբերակներից մեկը նա գալիս է հարթելու հարցը, գումար առաջարկել, խնդրել լռություն, փորձել խուսափել սկանդալից և քրեական հետևանքներից։ Սա այն ճանապարհն է, որով հաճախ գնում են նման կերպարները, մտածելով, որ ամեն ինչ կարելի է լուծել պայմանավորվածություններով, բայց այստեղ իրավիճակը շատ ավելի բարդ է։ Դավիթ պապն այն մարդը չէ, ով հեշտությամբ կհամաձայնի նման բաների։ Նա իր կյանքում արդեն շատ բան է կորցրել և շատ լավ հասկանում է արդարության արժեքը։ Նրա լռությունը գնել է գրեթե անհնար է։ Լեոն նույնպես չի լինելու այն մարդը, ով կհամաձայնի փակել աչքերը։ Նրա համար սա արդեն անձնական է։ Մանանը կարող է դառնալ ամենակարևոր որոշում կայացնողներից մեկը։ Եթե նա ընտրի ճշմարտությունը, ապա Հունանի ցանկացած փորձ կձախողվի, բայց չի կարելի բացառել նաև մեկ այլ տարբերակ։ Հունանը կարող է գալ ոչ թե միայն գումար առաջարկելու, այլ նաև հասկանալու իրավիճակը, փորձելու վերահսկել այն կամ նույնիսկ ներքուստ կոտրված վիճակում հասկանալով, որ իր ընտանիքը փլվում է։ Նրա կերպարը հիմա կանգնած է ճգնաժամի առաջ, և այս այցը կարող է լինել ոչ միայն հաշվարկված քայլ, այլ նաև ներքին վախի արտահայտություն։ Այս ամենի ֆոնին սերիալն ավելի է խորացնում իր հիմնական թեմաները՝ արդարություն և անարդարություն, ընտանիք և դավաճանություն, սեր և վրեժ։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել առավել լարված։ Կընդունի ընտանիքը Հունանի առաջարկը, կխոսի Մանանը ճշմարտությունը, կպատժվի Գրիշոն, թե կրկին կխուսափի, և արդյոք Դավիթը կկարողանա լիովին ապաքինվել։ Մի բան արդեն պարզ է՝ Գոյամարտը մտել է իր ամենահզոր փուլը, որտեղ յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր որոշում կարող է փոխել բոլորի ճակատագրերը։ Այնպես որ չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների, շոու բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում, ինչու էր Հունանը եկել Դավիթ պապի տուն, ինչ էր խնդրում նա, թե առաջարկում էր փող կամ սպառնում։ Սուրճս վերցրել եմ, Հյուսիսային պողոտայով քայլում եմ, գնում եմ դեպի նկարահանման։ Մեկ էլ մի աղջիկա գալիս, ասում է կներեք կարող եմ ձեզ հետ նկարվել, ասում հա իհարկե կարող եք։ Հետո մաման մոտեցավ, այնքան լավ մարդիկ էին ու շատ գեղեցիկ, ասում եմ բայց դուք մեղք չեք ովի ձեռք հետ, ոնց է ձեր հետ վարվում, ասում եմ այո շատ մեղք եմ, այնպես որ Էռնայի պաշտպանոտ, որովհետև Էռնան պաշտպանության կարիք ունի։ Հենց հիմա գնում եմ նոր սերիա, թարմ սերիա նկարելու։
Տեսնենք ինչեր է սպասվում մեր հերոսուհուն։ Պարզապես վերևից այդ իրավիճակին նայելու տարբերակ դիտվում է որպես համաձայնություն, դա իրականում այդպես չէ։ Ես ուղղակի չեմ ուզում իջնել տվյալ հոդվածը, տվյալ նյութը, որը չի համապատասխանում բացարձակի մանձի իմ գործունեության հետ, չեմ իջնում տվյալ նյութը գրողի մակարդակին, չեմ իջնում տվյալ նյութը հեղինակողի մակարդակին, որովհետև նախ ես ժամանակ չունեմ եւ երկրորդ իմ կյանքում առավել կարևոր արժեքներ կան։ Ես չեմ կարող պատկերացնել այն մարդկանց, ովքեր ընթերցողին սնում են սուտ նյութերով, վաստակում են գումար, վերնագրում են դա աշխատանք, ու հետո այդ գումարով գնում են, հաց են գնում եւ ուտում են։ Ես չեմ հասկանում այդ մարդկանց, նույնիսկ երբ ուզում եմ պատկերացնել այդ մարդկանց, մտածում եմ, որ իրենք անմարդկային տեսք ունեն, տարօրինակ տեսք ունեն եւ այլն։ Ինչեւ